Հայաստանն ու Ղազախստանը համագործակցությունը կբարձրացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասել է, որ պատմական փաստաթղթեր են ստորագրվելու Հայաստանի հետ, ներառյալ փաստաթուղթ, որը երկու երկրների հարաբերությունները կդարձնի ռազմավարական։ Նա նաև ասել է, որ Ղազախստանն ու Հայաստանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն երկու երկրների միջև ուղիղ չվերթներ հաստատելու համար։ Ղազախստանը կարող է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել։ Երկրի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինի խոսքով հայկական տարածքով երթուղին Աստանային ուղիղ մուտք կապահովի դեպի թուրքական նավահանգիստներ։ Պաշտոնյան նշել է, որ ներկայում ղազախական կողմն Ադրբեջանի տարածքով գնում է Վրաստան, Սևծովյան նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա դուրս գալ Նախիջևան, այնուհետև անմիջապես Թուրքիայի ծովային նավահանգիստներ։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Բաքվում են։ Այս այցն իրականացվում է ի պատասխան ադրբեջանական պատվիրակության Հայաստան կատարած այցի, որը տեղի էր ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-ից 22-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի կառավարությունը Երևան-Բաքու եւ Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին որոշում է ընդունել։ Գործադիրը շուրջ 17.5 միլիոն դրամ էր հատկացրել նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում կայանալիք կլոր սեղան քննարկմանը հայկական կողմից 5 փորձագետի մասնակցությունն ապահովելու նպատակով։ Apple-ն առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը։ Դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple-ի Կուպերտինոյի կենտրոնակայան։ Նա ներկայացրել է արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին Հայաստան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները եւ Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։ Միջազգային լրատվամիջոցների կողմից հայտարարված Ուկրաինայում խաղաղության ծրագիրը, որը մշակվել է ԱՄՆ-ի կողմից, հրապարակվել է Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի տելեգրամյան ալիքում։ 28 կետից բաղկացած ծրագիրը մասնավորապես նախատեսում է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին, բայց կարող է միանալ ԵՄ-ին։ Զինված ուժերի թվաքանակը կսահմանափակի 600,000 անձնակազմով, պետք է Ռուսաստանին հանձնի Դոնեցկը, Լուգանսկը, ճանաչի Ղրիմը որպես ռուսական տարածք, իսկ Խերսոնն ու Զապորոժյեն կսառեցվեն շփման գծի երկայնքով։ Զապորոժիեի ատոմակայանը ըստ ամերիկյան ծրագրի կգործարկվի ՄԱԳԱՏԵ-ի հսկողության ներքո, իսկ արտադրված էլեկտրաէներգիան հավասարապես կբաշխվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Սրանք ծրագրի մի քանի կետերն են միայն։ Ամերիկյան կողմը դեռևս չի մեկնաբանել պատգամավորի կողմից հրապարակված փաստաթղթի իսկությունը։ Արաբական Միացյալ Էմիրություններում գործող International Holding Company ընկերությունը կարող է գնել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի Լուկոյլի արտերկրյա ակտիվները։ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Աբու Դաբիում գրանցված կոնսորցիումը Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանն արդեն տեղեկացրել է ռուսական նավթային ընկերության արտերկրյա ունեցվածքի հանդեպ հետաքրքրության մասին։ Լուկոյլի արտերկրի ձեռնարկությունների գործունեությունը խաթարվել է Վաշինգտոնի կողմից սահմանված նոր պատժամիջոցներից հետո։